Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, հոկտեմբերի 5-ին նշում ենք ուսուցչի տոնը։ Մեր ողջ ստեղծագործական թիմի անունից շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ, սիրելի ուսուցիչներ։ Թող ձեր անգնահատելի աշխատանքի արդյունքում կրթած սերունդը ապրի եւ արարի ի շահ եւ ի բարօրություն մեր հայրենիքի։ Շարունակեք սերմանել խորը եւ կայուն գիտելիքներ, բարձր եւ մարդկային արժեքներ։ Շարունակեք պայքարել մարտնչող տգիտության եւ գորշ միջակության դեմ։ Շնորհավոր տոնդ, հայ ուսուցիչ։ Մեր տաղավարում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բազմամյա վաստակաշատ ուսուցչուհի Սանամ Մարգարյանը։ Բարի երեկո, սիրելի Տիկին Մարգարյան։ Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ նման պատվի արժանացնելու, նման վստահության համար։ Տիկին Մարգարյան, ձեր կենսագրությունը ուսումնասիրելիս ես կարդացի, որ դուք 3 անգամ հայ առաքելական եկեղեցու կողմից արժանացել եք լավագույն ուսուցիչ կոչմանը։ Ես ոնց հասկացա, այդպիսի մրցույթ է եղել հայ առաքելական եկեղեցին եւ կրթության նախարարությունը միասին։ Համոտ է։ Կարող եք ասել, ըստ Սանամ Մարգարյանի, ով է լավագույն ուսուցիչը եւ ինչ արժանինքներ պետք է ունենալ, որպեսզի արժանանալ այդ պատվին։ Ուրեմն ամեն անգամ այդ 3 անգամների մասն է խոսքը, երբ որ ստացել եմ այդ պատվոգրերը, ես իմ խոսքում էլ ասել եմ բազմիցս, որ արժանավոր ուսուցիչներ շատ կան։ Պատահականության չեմ ասի պատահականության, բայց ընտրվել եմ ես որպես այդպիսին եւ ուղարկվել եմ մրցույթի մասնակցել եմ, բայց իմ միջավայրում կան շատ ընտիր մարդիկ, ընտիր ուսուցիչներ, մասնագետներ, որոնք նույնպես արժանի են գնահատության, բարձր գնահատության։ Այնպես որ եթե նվիրված մանկավարժ ես, եթե սիրում ես քո գործը, սիրում ես երեխաներին եւ նրանց հասցնում ես ինչ որ շատ ինչ ասեմ, ցանկալի մակարդակի, ուրեմն դու լավ ուսուցիչ ես, իսկ այդպիսիները շատ կան։ Հիմա դե պետք է ընտրվեր մեկը, այդպես է եղել։ Այդտեղ լավը չի, լավագույնն է։ Գերադրական աշճանի դեպքում ինչ հատկություններ է պետք ունենալ։ Դե նվիրվածությունն է, երեխաների մակարդակը, չգիտեմ, նրանց գիտելիքները բարձր մակարդակի հասցնելը, նրանց ճիշտ ճանապարհի վրա դնելը։ Մի խոսքով շատ հանգամանքներ կան, բայց ասում եմ, ես ոչ թե կեղծ համեստություն եմ անում, այլ իրոք այդպիսին է։ Մենք լավ մանկավարժներ շատ ունենք, բանամ մեր միջավայրում, մեր Վայոց ձորում շատ լավ մանկավարժներ ունենք։ Պարզապես մեկն է ընտրվել։ Տիկին Մարգարյան, դուք հայոց լեզվի եւ գրականության մասնագետ եք։ Համոզված եմ, որ երկար տարիներ բոլոր սերունդները դասարանում գոնե մի քանի անգամ արտասանել են «Սիրում եմ քեզ» հայոց լեզու բանաստեղծությունը։ Սիրում ենք մենք այսօր հայոց լեզուն, Տիկին Մարգարյան։ Գնահատում ենք մայրենին, ինչպես որ կարգն է, եւ ըստ ձեզ այսօր մեր սերնդի երիտասարդների, աշակերտների, ուսանողների մայրենի լեզվի իմացությունը ինչ մակարդակի վրա է։ Ճիշտ որ ասեմ, մի քիչ օտարացել են երեխաները։ Հիմա այդ մայրենի լեզվից օտարացման այդ process-ը գուցե պայմանավորված է նրանով, որ օտար լեզուներ են ուսումնասիրում, հատկապես այնպիսի լեզուներ, որոնք համաշխարհային մակարդակով իրենց ինչ-որ տեղ պետք է հասցնեն, եւ հայոց լեզուն, մայրեն լեզուն մղվում է ետին պլան։ Մղվում է ետին պլան, մանավանդ դպրոցական ծրագրերի, հատկապես ավագ դպրոցի ծրագրերի, նրանց, չգիտեմ, մոտեցման պատճառով հայոց լեզուն մեծսակ մղվել է ետին պլան, իրոք մղվել է ետին պլան։ Երեխաները չեն ընթերցում, երեխաները մայրեն լեզվին նորմալ չեն տիրապետում,
չգիտեմ էլի, երևի դա է պատճառը, որ դե արդեն որ երրորդ տարին է, որ ընդունելության քննություններին շատ վատ արդյունքներ են հենց մայրենի լեզվից։ Դե ընդունելության քննությունների մասին իմիջայլոց դժգոհություններ շատ կան։ Հայոց լեզվի ընդունելության տեստերին, որ ծանոթանաք, երևի ծանոթ եք, բարդ ակադեմիական լեզվով ամբողջ քերականությունը, բառագիտությունը, այնպիսի բառեր են պեղված, դրված այդտեղ, որ երեխան ինքը ձանձրանում է, հոգնում է, չի կարողանում այդքան յուրացնել։ Մանավանդ եթե կարդացած չէ երեխան, արհեստական անգիր անելով բառապաշար չես կուտակի, չես ունենա բառապաշար։ Եվ երևի երեխաների շատերը ձանձրանում են նաև այդ տեստերից, այդ շտեմարաններից են ձանձրանում, նրանց չի ձգում դա։ Իմ լավագույն աշակերտը ստացել է 19 միավոր ընդունելության քննությանը այս տարի, բայց ասում եմ ես հոգնեցի հայոց լեզվից, ես տառապեցի հայոց լեզվի ձեռքը, պետք չէ այդպես անել։ Ընդունելության քննությունները, թեկուզ եւ դպրոցական քննությունները, դասերը եւ այլ պետք է այնպես մատուցել մայրենի լեզվի, այնպես ներկայացնել, այնպես տալ երեխային, որ ինքը սիրի այդ լեզուն, բայց չի սիրում, հասնում է այնպիսի, չգիտեմ, վիճակի, որ սկսում է նույնիսկ ձանձրանալ, այդքան քերականական, այդքան բառագիտական, այդքան աշխատանք չես հասկանում, նույնիսկ մասնագետին անծանոթ բառեր, արտահայտություններ, խճճված եւ մեղադրել չէ ոչ սերնդին, ոչ մանկավարժներին, որ երեխաները մի քիչ հեռացել են մայրենի լեզվից։ Ինչ ճանապարհ կա կանխելու այդ հեռացումը, որ շատ չհեռանան։ Թող այդ լավագույն մասնագետները, որոնք որ քննության պատասխանատուներ են եւ նյութերի պատասխանատուներն են, պետք է մի ընդհանուր, չգիտեմ, ինչ որ բան որոշվի, էլի, մի քիչ թեթևացվի, հետո այնպիսի նյութեր դնեն, որ երեխային հաճելի լինի, վերջի իր մայրենի լեզուն է, բայց այդ նյութերը, այդ հարցերը, այդ հարցաշարերը արդեն ձանձրացնում են երեխաներին եւ դրա համար շատ անգամ տեսեք, պետք է քննություն տա պատմություն հայոց լեզու կամ պատմություն եւ անգլերեն օտար լեզու։ Իրենք ընտրում են օտար լեզու։ Իրենք մայրենի լեզուն չեն ընտրում։ Կան ֆակուլտետներ, որտեղ մաթեմատիկա եւ հայերեն կամ օտար լեզուն են ընտրում։ Որտեղ շատ ավելի հեշտությամբ են յուրացնում, ավելի բարձր են ստանում։ Չգիտեմ դուք մեր շտեմարաններին, այդ 4 շտեմարաններին ծանոթ եք, թե ոչ շատ ծանր է։ Երեխաների մեղադրել չի կարելի։ Մանավանդ գնաց ավագ դպրոց, այնտեղ այդ դասագրքերի տարանջատումը, հումանիտար խմբի դասագիրք եւ այդ է բնագիտական խմբի դասագրքերը բոլորովին նման չեն, տարբեր են։ Հիմա այդ բնագիտական ֆակուլտետում դասանում սովորողը պետք է գնա նաև հայոց լեզու քննություն տա։ Այդ դասագրքերը չեն համապատասխանում ոչ հարցաշարերին, ոչ այդ մակարդակին, չգիտեմ որտեղից որևէ գրաքննադատի ինչ որ բան վերցրել են, պարզեցի, ասենք Տերյաններ, չեմ հիշում ով էր, բացում դրա հատորյակը եւ տեսնում եմ, որ որևէ անծանոթ, մեզ անծանոթ թեկուզ գրականագետ ինչ որ բան է շահադրել, սա դրելն է որպես քննության նյութ։ Չէ՞ որ այդ աշակերտները դրան ծանոթ չեն։ Դրա համար հայոց լեզուն դժվար են ընտրում, հայոց լեզուն դժվար են բարձր մակարդակի հասցնում, մանավանդ ավագ դպրոցի այդ պայմանները, եթե դու բնագիտական առարկաների դասանում ես, այնտեղ արդեն եւ հայոց լեզուն եւ գրականությունը համարյա անտեսված է։ Դա շատ վատ է, շատ։ Տիկին Մարգարյան, ես ինչու եմ ուզում, որ հենց այսօր մեր տաղավարում լինի ուսուցիչ, ով իր կյանքը անցկացրել է, ապրել եւ արարել է մարզում եւ գյուղում, որովհետեւ այսօր գիտեք, որ դա էլ է մեզանում շատ լուրջ խնդիր։ Դուք ավարտել եք Խաչատուր Աբովյանի մանկավարժական համալսարանը, բայց վերադարձել եք հայրենի Հորս գյուղը եւ ձեր մանկավարժական կարիերան սկսել եք այնտեղ։ Այսօր բազմաթիվ երիտասարդների մարզերից գյուղերից սովորող, եթե հարց ես տալիս դու ուսումը ավարտելուց հետո վերադառնալու ես
հայերենի գյուղ կամ մարզ, մեծամասնությունը ասում է ոչ։ Եթե ասում ես հիմնավորիր, իրենք սկզբից ասում են դե Երևանում սովորում ենք, բայց շատ հաճախ ասում են, որ գիտեք, ախր այս բուհերը միշտ էլ Երևանում են եղել, բայց ձեր տատիկներն ու պապիկները, ծնողները, երբ որ եկել են Երևան սովորել են, հետո վերադարձել են։ Դրա համար հիմա դուք ունեք փոքր հայրենիք, ունեք տուն ու տեղ, ունեք այդ տանը ապրող ծնողներ, տատիկներ եւ պապիկներ։ Դե հետո երկրորդ արդեն հիմնավորումը աշխատանք չկա, չենք ուզում գնանք, բայց այսօր ակնհայտ է, որ դպրոց, հատկապես գյուղական դպրոց, երիտասարդները չեն ուզում գնալ, թեկուզ եւ սովորում են համապատասխան բուհերում, դիպլոմները ստանում են, բայց մենք անընդհատ լսում ենք, որ գյուղի դպրոցներում մասնագետների կարիք կա, սակավություն է եւ այլն։ Դուք դա ինչպես եք բացատրում, Մարգարյան։ Եվ ինչ անենք, որ երիտասարդները գյուղ գնան։ Լավ գոնե եղած է իրանց հայրենի։ Գյուղը դատարկվում է, գյուղն է դատարկվում։ Կոնկրետ մեր գյուղը, Հորս գյուղը համարյա դատարկվել է։ Այս տարի կարծեմ 1 աշակերտ կար դպրոցում, դատարկվել է։ Հիմա սրա մեղքը ոչ թե այն ուսանողինն է կամ այն ավարտած վերջը ուսուցչի որակավորում ստացած ուսանողինն է, այլ սրա մեղքը իրենը չէ։ Ինչ անի, գնա այդ մի աշակերտի հետ, կարող է գյուղում ապրել, չի կարող։ Պետք է գյուղը մնա գյուղ։ Բայց մի աշակերտի ծնողը ինչ անի, ուրեմն ինքն էլ լքի գյուղը։ Ինքն էլ լքում է գյուղը, եւ գյուղում համարյա հիմա դատարկություն է։ Մնացել են ծերերը, մնացել են նրանք, ովքեր դպրոցական երեխա չունեն եւ այլ եւ այլ։ Եվ սրա հիմքերը շատ ավելի խորն են, պատճառները։ Ոչ թե այդ ուսանողն է, որը ավարտում է բուհը եւ չգիտի ուր գնա, չի կարող գնալ այդ գյուղ, չի կարող իր գիտելիքները այնտեղ դրսևորել, այնտեղ աշխատել։ Աշակերտ չկա։ Սրա հիմքերը ավելի խորն են, պատճառները ուրիշ են։ Պետք է գյուղը մնա գյուղ։ Կոնկրետ մեր գյուղը, Հորսը, բավականին հեռավոր գյուղ էր, միջալուց մենոնք գաղթել են։ Սա մեր գյուղը չի, իմ պապերի գյուղը չէ։ Մերոնք 1918 թվականին գաղթել են Նախիջևանի Օծոբ գյուղից, Բադամլու Օծոբ գյուղից, գաղթել են, փախել են թուրքերից։ Փախել են եւ բավականին շեն էր գյուղը, բայց կամաց դատարկվեց։ Դատարկվեց, որովհետեւ երիտասարդությունը սովորում է, ես էլ մի տարի աշխատել ու դուրս եմ եկել։ Որտեւ գնում ես, ամուսնանում ես, աշխատում ես ուրիշ տեղ, մի խոսքով էլի, ուրիշ տեղ ես աշխատանք փնտրում եւ գյուղը դատարկվում է։ Մի ժամանակ գործարան կար, գործարաններ կային, գալիս էին այդտեղ գործարանում աշխատում էին, գյուղը շեն էր մնում, դրանք էլ վերացան։ Եվ հիմա մեղադրել այդ ուսանողին, այդ ավարտած մասնագետին, որ գյուղ չի գնում, չի ասի, որ կարելի է մեղադրել։ Տիկին Մարգարյան, ինչու բոլոր ժամանակներում Հայաստանում խնդիր եղավ, որ տղաները, տղամարդիկ այդպես էլ դպրոց չգնացին։ Ու մեր դպրոցում այդպես էլ տղամարդ ուսուցչի պակասություն միշտ եղավ ու չեք կարծում, որ այսօր ավելի քան երբեք լավ կլիներ, որ տղամարդիկ էլ դասավանդեին դպրոցում։ Թող լավ վարձատրեն։ Տղամարդ այդ վարձատրությամբ չի կարող ընտանիք պահել։ Անգամ այն լավ ուսուցիչներն էլ միայն դրանով չեն բավարարվում։ Այդ վատ վարձատրության համար էլ ուսուցչի գործը միշտ մնաց կնոջ գործը։ Այո, բայց մենք ունեցել ենք տղամարդ ուսուցիչներ ենք ունեցել, Խորհրդային տարիներին ավելի գոնե կար, հիմա շատ չէր, բայց կար։ Այդ վարձատրությունը խորհրդային տարիներին բավականին շատ էր, նույնիսկ այդպիսին էր իրականությունը, բավարարվում էին դրանով, բայց հիմա չեն բավարարվի եւ դրա համար էլ չեն գնում։ Նույնիսկ աղջիկները հիմա Բանասիական ֆակուլտետ ընդունված աշակերտուհիներ ունեի, երկուսը մնացել են Երևանում, մեկն էլ թողեց այդ աշխատանքը, ամուսնացավ գնաց արտասահման եւ այսպես։ Այնպես որ դեռ հարց է կին ուսուցիչներն էլ կմնան գյուղում, չեն մնում։
անտառի նման բարձրացած բարձրահարկ շենքեր եւ բոլորը ձգտում են Երևան։ Դե դու ամայանա Հայաստանը, գյուղը ամայացավ։ Վերջ։ Միայն ուսուցիչ, միայն դպրոց չէ, որ գյուղը պետք է գյուղ պահի։ Իհարկե դպրոցը շատ կարևոր է, եթե ասենք այդ գյուղը ուզում են պատկերացնել, առաջին հերթին դպրոցով են պատկերացնում, չէ՞, ինչքան երեխա կա, ինչ կա, չկա։ Տիկին Մարգարյան, հետաքրքիր է, որ դուք 1989-94 թվականներին եղել եք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին գումարման падգամավոր։ Եվ ես նայեցի, դուք այնտեղ ինչ падգամավոր ընտրվելը այդ փուլում, երբ հանդիպումներ եք ունեցել տարբեր տեղերում, այն ժամանակ նույնիսկ խոսել եք այն մասին, հիմա ձեր խոսքերն եմ ցիտում, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել լեռնային գյուղերի պահպանման համար։ Տեսեք, այսքան տարի է անցել, ուրեմն փաստորեն արդեն այն ժամանակ խնդիրը ակնառու է եղել, բայց փաստորեն մենք ոչ միայն այդ խնդիրների լուծումները չենք գտել, հա, այդպես է ստացվում։ Ձախողել ենք այդ հարցում։ Այո։ Եթե այսօր հնարավորություն ունենայիք, ինչ կասեիք այդ ամեն ինչի վերաբերյալ։ Այսօր կաշկանդվում ես որևէ բան ասել, որովհետև այդ քանդուքարափի վերջ չի երևում, որովհետև անդադար պրծնում են, նայում ես, երբ որ սկսում է մտովի մեր գյուղը վերից վար, ասենք մտքով անցկացնել, ով ուր գնաց, ինչ արեց, տեսնում ես քանդվել է, պրծել է, չկա։ Հիմա սրա պատճառները որոնել մանկավարժության մեջ, դպրոցի մեջ, ավելի խորն են պատճառները։ Տիկին Մարգարյան, այդ թվականներն էլ 89-94 թվականներ Հայաստանի համար շատ բարդ ժամանակաշրջան էր։ Ինչը ձեզ ստիպեց այդ ժամանակ կրթությունից գնալ քաղաքականություն եւ ինչ փոխվեց Սանամ Մարգարյանի կյանքում դրանից հետո։ Ոչ թե ես քաղաքականություն գնացի, ես այն ժամանակ մի քիչ ուրիշ դիտում հերո էի քաղաքականությունից, ընդհանրապես ոչ մի պատկերացում չունեի։ Հիմա այդ падգամավորի ընտրությունը կատարվում էր ըստ վերևից թելադրված պայմանների, անկեղծ ասած։ Պետք է ընտրվի մանկավարժ կամ վերջը ինտելիգենցիայի ներկայացուցիչ եւ ինձ հետ էր նաեւ կտվորուհի։ Մենք միասին պայքարում էինք այդ տեղի համար, կտվորուհին եւ ես։ Բնականաբար ինձ ընտրեցին, հետո ես ոչ թե մտա քաղաքականության մեջ, սկսեցի այդ քաղաքականությամբ զբաղվել, այլ արդեն սկսեցի գրագետ դառնալ այդ ուղղությամբ, ուղղակի։ Ես ուղղակի գրագիտություն ձեռք բերեցի, ոչ այնքան խորը, որովհետեւ ես բանասեր, մանկավարժ, քաղաքականությունից շատ հեռու, հավարյա շատ հեռու։ Եվ նենց որ ստիպելու խնդիր չկար, ինձ հարգելով կամ ինձ ինչ որ առաջադրելով այդքան ես դարձել եմ падգամավոր։ Այդ տարիների ձեր լուրջ ձեռքբերումներից ինչ եք համարում։ Իմ ամենալուրջ ձեռքբերումները կապված են երեխեքի հետ, երեխաների հետ, իմ աշակերտների հետ, իմ բնակավարի հետ։ Երևի տեսակ ասենք հոդվածներ եւ այլ ես իմ երևի կոչումը քաղաքականությունը չէր։ Ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց հետո ասում եմ, եթե դու չես զբաղվում, քաղաքականությունն է քեզնով զբաղվում։ Մեզնով զբաղվեց մեր ժողովրդով, մեր ժողովրդի վրա ազդեց ամեն ինչ, եւ դրանք ստիպեցին, որ դու մտովի, եթե ոչ հրապարակայնորեն, ինչ որ բաներ չընդունել, բայց պայքարի հնարավորություն չունենալ։ Տիկին Մարգարյան, 21-րդ դար, տեխնոլոգիաների դար, արհեստական բանականություն, ChatGPT, բանասիրությունը որպես մասնագիտություն վտանգված է ձեզ։ Երբեք ես վտանգված չէի համարի։ Վտանգված է բանասիրությունը կրթական այս համակարգի պայմաններում։ Չի կարելի 9-րդ դասարանից երեխային տանում են ավագ դպրոց եւ սահմանազատում են։ Քեզ հայոց լեզուն պետք չէ, այս ինչը պետք չէ, այդ ինչ չգիտեմ ինչ, եւ երեխաները կտրվում են եւ մայրենի լեզվից, եւ գրականությունից, բայց չէ որ գրականությունը դա խոսքի արվեստ է, մեր ժողովրդի
մտածելակերպի, նրա ստեղծագործական, չգիտեմ, ինտելեկտի եւ այլ դրա արդյունքն է գրականությունը։ Դա արվեստ է, խոսքի արվեստ։ Իսկ հիմա երեխան հերո է մնացել այդ խոսքի արվեստից։ Բայց այսօր նաև երեխան գիտի, որ ինքը մեքենային կարող է հանձնարարական տալ, ասենք գրի ինձ համար շարադրություն այս թեմայով, եւ ինքը պատրաստի դա ստանա։ Իսկ այսօր մենք խնդիր ունենք, չէ՞, ի վերջո սերունդ է մեծանում, որը լեզվամտածողությունից Ես էլ ուզում ասել, այդ շարադրությունը նրան ոչ լեզվամտածողության հնարավորություն կտա զարգացնելու, ոչ գեղագիտական ճաշակ կձևավորի, ոչ մի բան։ Եվ մենք ունենում ենք չոր, ինչ որ, չգիտեմ, միայն ստամոքսի եւ միայն ինչ որ նման բաների նվիրված ինչ որ չոր մարդ։ Բա ինչ անենք, Տիկին Մարգարյան։ Վերևից պետք է փոխվի շատ բան։ Այդ որ ասում են քեզ հայոց լեզուն պետք չէ, չէ, քեզ Տերյանը պետք չէ, քեզ Թումանյան պետք չէ, ոչինչ։ Դու մաթեմատիկայից կամ անգլերենից կամ ռուսերենից վերջ քննություն դուր ընդունվիր, գնա լավ պայմաններում ապրիր, բայց արժեքներ չես ունենա, մարդկային բարձր արժեքներ, գեղագիտական մտածողություն, լեզվամտածողություն, այն ինչ բնորոշ է մարդ արարածին, են բարձր որակի մարդ արարածին չի ունենա։ Շատ վտանգավոր բան է։ Այսինքն մենք գնում ենք դեպի մեքենա, մարդ մեքենա։ Իսկ ուր է մարդկային երջանկությունը, մարդկային զգացմունքները, այն բարձր մարդկային արժեքները, որոնցով մարդը դարերով ապրել այս երկրագնդում։ Փաստորեն այսօր երիտասարդը, ով դառնում է այլ մասնագետ եւ բանասեր չէ, ինքը կարծում է, որ մայրենի լեզու կարող է չիմանալ։ Այո։ Նախկինում ով ուզում ես եղի, ինչ ուզում ես եղի, մայրենի լեզուն եւ հայոց պատմությունը ասես թե դրանք կարեւորագույն մի բժշկի մասին հաղորդում կար, ասում է շատ հիմա մոռացել եմ, տարիներ առաջ էր, ինքը շատ ընդունված բժիշկ էր, փնտրված եւ այլ, ասում է ամեն առավոտ ես երկու բանաստեղծություն անգիր եմ սովորում։ Արդեն մեծ մարդ էր։ Ես մինչև հիմա չեմ կտրվում պոեզիայից, ամեն առավոտ ես պետք է այդ երկու բանաստեղծությունը սովորեմ, նոր գնամ աշխատանքի։ Այդ բժիշկը արդեն մի ուրիշ մոտեցում պետք է ունենա իր հիվանդի նկատմամբ։ Նա արդեն բարձր արժանիքներով, արժեքներով, զգացմունքներով տոգորված մարդ է եւ իր առջեւ տեսնում է ոչ թե չոր, ինչ որ հիվանդի, որ ինձ կարելի է շահ ստանալ, այլ մարդկային վերաբերմունք է դրսևորում։ Տիկին Մարգարյան, կարդացի, որ դուք նաև սրբագրական աշխատանքներով եք զբաղվել եւ այս պահը ինձ շատ հետաքրքրեց, որ լույս է տեսել Օ. Հենրի ամերիկյան պատմություններ նովելների հայերեն թարգմանությամբ աշխատանքը եւ ես ձեզ ուզում եմ հարցնել, ինչպիսի զգացողություններ առաջացրեց նովելների շարքը Սանամ Մարգարյանի մոտ եւ ինչ լեզվական կամ ոճական խնդիրներ նկատեցիք գրքում։ Օ. Հենրին դարասկզբի գրող է, հետարքիր է, ես միշտ մտածել եմ, չեմ մտածել, որովհետև ինչքան որ կարդացել ենք համաշխարհային գրականություն եւ այլ, եւ տեսել ենք, որ մարդը մնում է մարդ, ինչ ազգի ներկայացուցիչ ուզում է լինի։ Իսկ Օ. Հենրին նովելները գրել է դարասկզբին, դարավերջին դարասկզբին, իմիջիալը շատ ավելի մարդկային, շատ ավելի զգացմունքային խնդիրներ է բարձրացրել, քան թե հիմա։ Հիմա ոնց որ մարդը չորացած լինի։ Հիմա ասենք կարդում են երեխաները գրքեր, որոնք ռեկլամվում են, հա։ Ես էլ եմ ուզում կարդալ, տեսնել վերջը դրա ինչ է գրավում երեխային, այդ գրքերը ինչ են։ Այո, պարտավոր ենք կարդալ, որ կարդում եմ եւ ես սարսափում եմ։ Օրինակ Օ. Հենրին չի վարակվել այս դարաշրջանի այդ անբարո բարքերով, չգիտեմ, նա ստեղծագործությունները չգիտեմ, ծանոթ եք թե չէ, մի քանիսին են Մոգերի նվերները միշտ եւ այլ եւ այլ։ Հիմա երեխաները ձգտում են օտար հեղինակներ կարդալ։ Մեկ էլ ասում եմ, հələ ես էլ կարդամ, տեսնեմ։ Անմիտ, անզգացմունք,
չեմ հասկանում ինչն է գրավում, որ երեխաները դա կարդում են, դրանք կարդում են։ Երևի պատահական հեղինակներ, ոչ ասենք հրճակված, ոչ բարձր մակարդակի հեղինակներ, ուղղակի գիրքը հրատարակվել է, ռեկլամում է, կարդում են եւ ես չգիտեմ, ես նյութ չեմ գտնում դրանց մեջ։ Լավն էր Հենրին շատ։ Այսինքն այդ աշխատանքը ձեզ բավականություն։ Մեծագույն բավականությամբ ես աշխատեցի, մի քանի անգամ եմ սրբագրել եւ ամեն անգամ մի հատ նոր շերտ եմ բացել, էլի մարդկային հոգեբանության, այդ դարաշրջանի մարդու մտածելակերպի, նրա արժեքային համակարգի մասին շատ լավն են նովելները։ Մեկը հենց բոլորիս ծանոթ է, չէ՞, Մոգերի նվերները բոլորիս ծանոթ է։ Պատկերացեք մյուս նովելներն էլ տարբեր, ասենք, բովանդակության, բայց մարդկային խորը հոգեբանության գրողներ են։ Տիկին Մարգարյան, վերջերս ես հիշում էի իմ դպրոցական տարիները եւ հիշեցի, որ մեր վերջին զանգի օրը մեր դասարանից մի աղջիկ կանգնեց եւ մեր առաջին ուսուցչուն ասեց հետեւյալը. ասեց մենք անկեղծ ասած մտածում էինք, որ դուք նույնիսկ հաց չեք ուտում։ Մենք էլ ենք դες որ այնքան ուսուցիչը կենցաղից կտրված է եւ այնքան բարձր է, այնքան վեհ է, ոչ միայն հաց ուտել է, ինքը մի քանի կենցաղային բաներ թվարկեց, որ մենք մտածել ենք, որ ուսուցիչը այդ ամենից բարձր է։ Դա դեռ իմ սերունդը։ Հիմա ես պատկերացնում եմ, թե ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներ մենք այսօր շատ խոսեցինք մեր զրույցի ընթացքում երեխաներից, աշակերտներից, ուսանողից, նոր սերնդից։ Տիկին Մարգարյան, բայց ուսուցիչը այսօր չի փոխվել։ Ինչու այդ կապը կտրվեց ուսուցիչ, աշակերտ, իսկ այն որ կտրվել է դա հաստատ էլի։ Ես չեմ ասում 21-րդ դարի երեխան նորից մտածի, որ իր ուսուցիչը հաց չի ուտում, բայց բազմաթիվ երեխաներ կան, որ կարող են նստած լինել, ուսուցիչը անցնի, չկանգնեն, փողոցում ուտելուց լինեն ու գոնե մի փոքր անհարմար չզգան, որ ուսուցիչն է անցնում։ Ինչ բաց թողեց ուսուցիչը այսօր, որ ի վերջո ինքը չունի այդ կերպարը աշակերտի աչքերում։ Իմիջայլոց ասեմ, որ կան ուսուցիչներ, որ մնացել են որպես այդպիսի կերպարներ։ Ես ինչի մասին խոսում եմ, հասկանում ենք, որ ամեն ինչի ծայրահեղությունը եւ բացառությունները կան միշտ։ Ես ընդհանրական պատկերն եմ ուզում հասկանալ։ Ընդհանրական պատկերը էլի ունի խոր արմատները։ Մի քիչ գեղեցիկ չէ, որ ես ասեմ, պետք չէ, որ մանկավարժը, ուսուցիչը իջնի, հասնի աշակերտի մակարդակին եւ ավելի ցածր։ Չպետք է իջնի։ Դու մնում ես քո բարձունքում, կարող է դասարանում նույնիսկ մամա են կանչում քեզ ու դու լավ ես զգում, կարող է նույնիսկ միջանցքում հանդիպեն փաթաթվեն քեզ ու դու շատ լավ ես զգում, բայց քեզ հարգում են, սիրում են, քո դասը սովորում են, քո տվածը կարդում են եւ այլ, ուրեմն պետք է փնտրել ուրիշ տեղ։ Այդ անհարգալից վերաբերմունքը ուրիշ տեղ պետք է փնտրել։ Անձնավորենք կոնկրետ, որովհետև սիրված ուսուցիչներ շատ կան։ Իմ աղջիկն էլ է ուսուցչուհի, ինքը հիմա շատ սիրված է դպրոցում։ Հնարավոր է երեխաները հասել են հիմա մի այնպիսի դարաշրջան, ասեմ, թե կարգավիճակի, որ նաև դաս են խանգարում, նաև դե միշտ էլ եղել է դա, բայց որ սիրում են լավ ուսուցչին, սիրում են, հարգում են, նվիրվում են, դա կա։ Ուրեմն պետք է ուրիշ տեղ փնտրել, էլի ասում են։ Լավագույն աշակերտները, որոնք պետք է գնան բարձր մակարդակի գիտելիքներ ձեռք բերեն, գան մտնեն դպրոց, քիչ են։ Այն անգամ մի հոդված կարդացի, այսպիսի իմ խոսքերը չեն, էլի, ասում է, հա կանգնած է 7.5-ով բուհ ընդունված եւ այնտեղ համարյա դասի չնստած եւ այլ ուսուցիչը աշակերտի առաջ, որը արդեն այսօր 20-ի մակարդակի աշխատանք է կատարում։ Եվ նա չի լսի 2-ով սովորողը այսօր եկել։ Այո, եւ նա չի լսի, չի հարգի։ Դու զարմանալի ոչինչ չկա։
Հարգանքը ստեղծվում է ուսուցչի բարձր գիտելիքների, բարձր որակի, նա մարդկային, չգիտեմ, ինչ արժեքների հիման վրա։ Եթե դրանք չկան, երեխային չես կարող ստիպել, որ նա սիրի կամ հարգի։ Տիկին Մարգարյան, դուք կարծրատիպեր ունեք եւ կարծրատիպը ինչ է ձեզ համար եւ օրինակ եթե մասնագիտական ոլորտը վերցնենք այս անցումը խորհրդային միությունից անկախ Հայաստան, այսօրվա մեր օրերը ուսուցիչը ի վերջո ինչ եղավ, կարծրատիպեր ձեռք բերեց, ազատվեց այդ կարծրատիպերից, սա եթե մասնագիտական ոլորտում վերցնենք, իսկ այնպես կյանքում եթե դուք ունեք կամ չունեք, կխնդրեի մի երկու խոսք էլ դրա վերաբերյալ։ Ասենք ուսուցչի աշխատանքի վերաբերյալ կարծատիպը դե մնում է նույնը, ինձ թվում է պետք է ուսուցիչ շատ բարձր մակարդակ ունենա, եթե չունի ինքդ հեռվից նայում ես, չգիտեմ, ցավ ես ապրում, փոխելու հնարավորություն էլ չկա, փոխելու այդ իրավիճակը, այսա դառնում է քեզ համար ինչ-որ ներքին տագնապ ասեմ, թե կարծատիպ ասեմ, ինչ ասեմ, էլի, նման մի բան է դառնում։ Հիմա սովետական միությունից փոխվել այս անկախության, սա ինձ թվում է կրթական ոլորտում ոչ մի դեր չպետք է խաղար։ Դարեր շարունակ մեր ժողովուրդը ճիշտ է, հաճախ օտարների լծի տակ, հաճախ նաև սեփական պետականությունն է ունեցել, բայց կրթությունը դրա համար եղել է բարձր արժեք։ Ամեն ինչից բարձր է գնահատվել կրթությունը, իսկական կրթությունը։ Հələ հիշեք մեր մեծերի, մեր բանաստեղծների, մեր գիտնականների, վերջը մեր մեծ պատմիչներին թեկուս, որոնցից շատերը օտար երկրներում կրթություն ստանալով, թեկուս եւ այստեղ մեր ժողովրդի մակարդակը բարձր են պահել, կրթել են, արժեքներ են ստեղծել, հանճարեղ գործեր են ստեղծել։ Հիմա սովետական երկրից անջատվելը, չանջատվելը որևէ կարող էր խաղալ նարեկացու վրա։ Ուր էր նարեկացին, ուր էր սովետական միությունը, ուր էին նարեկացին շնորհալի մեր պատմիչները, մեր մեծ բանաստեղծները։ Թումանյան Ռուսաստանում չսովորեց, ոչ էլ Եվրոպայում։ Իսահակյանը սովորեց, Տերյանը սովորեց։ Մնացածները չէ։ Բայց ստեղծեցին արժեքներ, բարձր արժեքներ, հանճարեղ գործեր։ Սանամ Մարգարյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր հայրենիքում։ Նվիրվածություն։ Քո ընտանիքին, երեխաներին, հայրենիքին նվիրվածություն։ Ուրիշ բան հիմա չի մնացել ինձ համար։ Ինքնանվիրում։ Հայրենիքը ձեզ համար հայրենիք ինձ համար ինչ էր ասում, ո հայրենիք դառնու անուշ, հայրենիք ինձ համար սկսվում է Նախիջևանից, իմ տատիկի պատմածից, որովհետև այն ժամանակ մայրս, հայրս փոքր են եղել, գաղթել եկել են, սկսվում է իմ տատիկից հայրենիքը եւ անդադար ես իմ մտքով, հոգով, կարծես այդ երկրում եմ լինում, այդտեղ եմ լինում։ Նույնիսկ գնացի ես Նախիջևան, տեսա իմ հայրական, պապենական տունը տեսա եւ ինչ մեծ ցավ ապրեցի, որովհետեւ մինչեւ տունը ձգվող այդ ճանապարհը ուղին պատերով շարված եւ այլն եւ պատերը շարված էին խաչքարերի բեկորներով։ Այնպես որ չգիտեմ, այդ հայրենիքը եւ դառն է եւ անուշ է եւ ցավեցնող է։ Տիկին Մարգարյան, ըստ հաղորդման ձևաչափի, հիմա ավարտին դուք ինձ կարող եք մի հարց ուղղել, իհարկե եթե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց եթե ցանկություն կա, ես սիրով կլսեմ եւ կպատասխանեմ ձեր հարցին։ Ես կուզենայի նախորդ հաղորդումների ժամանակ էլ միշտ այդ հարցը պատտվել է իմ մեջ, ձեր ապրել բանաձևը։ Սիրել այն ամենը, ինչ կատարվում է իմ կյանքում։ Առաջինը սիրել հայրենիքը, եւ եթե սիրում ես հայրենիքդ ու ընտանիքդ, դու արդեն դրանով ապրում ես եւ ապրեցնում ես։ Իմ ապրելու բանաձևը սերն է, առ հայրենիք, իմ զավակները, իմ աշխատանքը, որը ես շատ սիրում եմ,
ուսանողները, որոնց անչափ սիրում եմ եւ գնահատում եմ, եւ իհարկե ինձ ապրեցնում է այն, որ իմ տված աշխատանքը, ինչպես մեծերն են ասում, ապաշխարանք է լինում, որովհետեւ շատ հաճախ ուսանողներից այդ գոհունակության խոսքերը լսում եմ եւ դա էլ ապրեցնող է։ Շատ հաճելի է։ Ես այդպես էլ մտածում էի, իմ մեջ էլ է այդ նույն բանը, նույն մտածելակերպը ուղղակի։ Բայց միշտ ինձ թվում է դուք էլ որպես մանկավարժ երևի թե ասել եք աշակերտներին մի օր, ես միշտ մի բան եմ ասում, որ կյանքում բոլոր հարցերում մենք ունենք ընտրության իրավունք։ Մենք կյանքում չենք ընտրում երկու բան՝ հայրենիքը եւ ծնողներին։ Եվ ինչպիսի վիճակում էլ նրանք լինեն, մենք պարտավոր ենք սիրել, փայփայել, գուրգուրել եւ ծառայել եւ հայրենիքի համար գործնել, հայրենիքը հատկապես ծնողին ոչինչ։ Ֆիզիկապես կորցնում ես, բայց անդադար քեզ հետ է, անդադար քեզ հետ է։ Սիրելի ուսուցիչներ եւ կրթության ոլորտի մարտիկներ ու նվիրյալներ, թող շնորհավոր լինի ձեր մանկավարժի օրը եւ ձեր կյանքի բոլոր օրերը օրհնված լինեն, քանզի դուք եք այն նվիրյալ զինվորներն ու շինարարները, ովքեր կերտում են մատաղ սերնդի գրագետ ու հայրենանվեր կերպարը։ Ինչու՞ միայն ուսուցչի օր, մեծատառով ուսուցիչը նաեւ կրթությունն ու սերնդի ապագան կերտող դասախոսը։ Օրհնյալ լինեք։ Շնորհակալություն, Տիկին Մարգարյան, շնորհակալություն։ Այսպիսին էր Սանամ Մարգարյանը առանց կարծրատիպերի։ Սիրելի ուսուցիչներ, ապրեք, արարեք առանց կարծրատիպերի։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։